Ժողովուրդ, ինչպես հասկանալ, որ Իսպանիայում ֆայասները սկսվել են։ Սա ես ձեզ ցույց տամ։ Տեսեք, երբ որ բացերից դուրս ես գալի ու տեսնում ես, որ ձեր հայաթում ինչ-որ անծանոթ մարդիկ սեղան են գցել ու հաց են ուտում, ուրեմն ֆայասները սկսվել են։ Մի բերան մեկը չի կան, չէ, ասի իջի մի կտոր հաց ուտենք։ Շնորհք են արա, շնորհք։ Ժողովուրդ, ինչպես հասկանալ, որ Իսպանիայում ֆայասները սկսվել են։ Սա ես ձեզ ցույց տամ։ Տեսեք, երբ որ բացերից դուրս ես գալի ու տեսնում ես, որ ձեր հայաթում ինչ-որ անծանոթ մարդիկ սեղան են գցել ու հաց են ուտում, ուրեմն ֆայասները սկսվել են։ Մի բերան մեկը չի կան, չէ, ասի իջի մի կտոր հաց ուտենք։ Շնորհք են արա, շնորհք։ Բայց այդ ֆայասի մասին մենք դեռ կխոսանք, ժողովուրդ, շատ կխոսանք։ Ֆայասը դեռ մի տարի մեր հետ է, ցավոք սրտի մի տարի մեր հետ է։ Ֆայասը դա պայթյուններ են, ֆայասը դա փողոցները փակել է, ֆայասը դա, այսինքն որ մարդուն ասում ես ֆայաս, պատկերացնում է ինքը պայթուցիկներ, պատկերացնում է ինքը փողոցը փակ փողոցներ, մարդիկ սեղաններ գցած, հաց են ուտում, միտեղ խորոված են անում, գիշերվա մինչև 1000-ը համերգներ, ամեն բակում համերգներ, ռոք համերգներ, չգիտեմ, ծանր, թեթև, միջին, տարբեր ծանրության համերգներ եւ դրա մասին մենք դեռ կխոսանք։ Հիմա տեսեք, այնքան խոսացինք թերությունների մասին, Վալենսիան սենսը, Վալենսիանն նենց։ Արա ասում եմ, եկեք մի քիչ էլ առավելությունների մասին խոսանք, էլի, ոնց որ ստացվում է բալա, որ այդքան վատնա բախի էս եկի հասել դե։ Հիմա նայեք, ինձ Վալենսիան խիադուր գալի, ես շատ եմ սիրում ծովը։ Նայեք հիմա եկել ենք հասել ենք ծովն, ինչպես կասեին ծովագյուղցիները, եկել ենք հասել ենք ծովն, ջուրն, լիճն, ծովի սեզոնը սկսվել է։ Այսօր երևի առաջի օրն է եւ շաբաթ եւ կիրակի է այսօր, որ եղանակն էլ շատ լավն է, բոմբ եղանակ է, որ մարդիկ դուրս են եկել ծով, դուրս են եկել ափ, դուրս են եկել տներից։ Ու կարելի ասել այսօրով սեզոնը սկսվում է, որտեղ այսօր սկսվեց եւ ֆայասները, տենց սեղանները իրանց գցելը, հաց ուտելը եւ այսօր սկսվեց ծովի սեզոնը։ Հիմա եկել ենք մի քիչ ծով, նայեք ինչքան մարդ կա, ոնց է սեզոնին, ասենք օգոստոսին, այդքան քանակությամբ հիմի մարդ կա, 3 մարդ չկար։ Հիմի տեսեք, առավելությունները Վալենսիայի, առավելություններից մեկը ծով, եթե դու ծով շատ ես սիրում, եթե դու իմ նման ես ու շատ ես սիրում ծով, ուրեմն Վալենսիան քո համար ունի շատ մեծ առավելություն, սուրպրիզ է սպասում քեզ ուրեմն։ Այստեղ փողոց անցնենք։ Մենք այստեղ պարկինգի խնդիր ենք ունենում միշտ, բայց պարկինգի հարցը լուծում են մեր սևամորթի եղբայրները։ Տեսեք իրանք ճանապարհ են, ճանապարհ են ցույց տալիս։ Նայեք, այս իրանց բիզնեսն է։ Սա է որ կոչվում է բիզնես։ Տեսեք, այս իրանց գործն է։ Դու չես կարող մտնես տես գործը անես։ Այն 90-ականների տաքսիստներին հիշում եք։ Այդձև մաֆիա է այստեղ։ Աստված չանի, Աստված մի արածցե հանկարծ, դու ես գործ ուզենաս իրանց հետ հավասար անես։ Կամ ներկվես սև, կամ չգիտեմ։ Կամ իրանք քեզ կներկեն սև։ Կամ իրանք քեզ կներկեն սև։ Իրանք հնարավոր է, դաժե սև չեն, իրանք ինքան են արևի տակ եղել, ընթացքում սևացել են։ Որտեվ կամ որ շատ սև չեն, իրանք ցես մարխուշ սևություն ունեն։ Ինչ որ է։ Այս գործը իրանցն է։ Ոնց ասենք չինացիների գործը ոնց է, վայ։ Չինացիների գործը ոնց է, ասենք Վալենսիայում իրանք չինական խանութներ ունեն, չէ։ Սևամորթների գործն էլ էս է, սևերն են անում, էլի հիմնականում այս գործը անում են սևերը, բայց չգիտեմ, ես չեմ տեսել, ասենք ինչ-որ իսպանացի այս գործը անի կամ ինչ-որ ռուս, ուկրաինացի այս գործը միշտ անում են սևերը կամ ռումինացիները անում, հիշեցի, որ անում են։
Բայց մի քիչ բան գործ է, էլի, ասենք ինքը անօրինական չգրված գործ է, չես կարող մտնես անես, բայց ասում եմ լավ էլ փողն աշխատում, տոմի ճիշտ է։ Քողմի հատ ռեզյումե տամ սևերից մեկի։ Ես եմ մտնեմ մեջը։ Լավ, անցնենք կտենանք ժողովուրդ։ Ու եթե քաչալդ վառում է արևը, կողքից լսում ես երեխաների խինդ ու ծիծաղը։ Այս երեխան էլ որ տենում ես ռոլիկա քշում, ուրեմն դու արդեն ծովափ ես հասել։ Մեկ էլ եթե աթոռները վերցրել ես, ուրեմն ծովափ ես հասել։ Առանց դրա այսօր շատ հարց չի լուծվում։ Այգել ինչքան մարդ կա ժողովուրդ։ Մարդիկ կարոտել էին, կարոտած են ծովին։ Մի սեզոն, մի ձմեռ ծով չեն տեսել ու լողացող չկա, ոնց որ ջուրը տես տակ չի, բայց նա է կարճաթև արդեն 20, այսօր քանի աստիճան էր, 26 աստիճան էր ոնց որ այսօր։ Առավոտները լավ ցուրտ է անում, երեկոներն էլ տենց վատ չի, բայց ցերեկը լավ է տաք է։ Մի խոսքով Վալենսիայում 20 աստիճան է, այս բան 20 աստիճան է, բխեմ անդադ խապում ասում 26։ Դե հիմա ժամը 5 բան եկել։ Մի քիչ ավելի Մի քիչ ավելի շուտ ավելի լավ եղանակ էր։ Ու ամենալավն է, որ դու ապրում ես այս հաճելի տեսարանի կողքը։ Տնից դեպի ստեղ ընդամենը քանի րոպե մեկ անք։ Մի 20-15 րոպե մեքենայով, լավ։ Մեքենայով մի 15 րոպե։ Ավտոբուսով եթե գաս մի կես ժամ 8-9 կիլոմետր է էլի պակիստանցիները ինչպես միշտ վաճառում են սբրիշներ կլոր տարի չկա տենց մարդ ով ապրում աստե ու իրանց ապրանքը չունի իրանց տունը ինչ որտեղ գցած ու մենակ պետք է գալի ծով գալուց այդ ապրանքը ուրիշ ոչ միտեղ պետք չի գալ այդ սրբիշները որտեղ իրանք շատ բարակ են ինչով է լավ որ ավազը չի լցվում չի մնում տենց ինչ որ սղլիկ մատերիալ է էլի ավազը չի լցվում չես տանում հետո տուն ավազը վատ էին այս ծով գալու որ հետո մտնում ես մեքենայի մեջ մեքենայից երկու վետրո ավազ ես դատարկում ոտերիդ հետ վերած հասանք մի հատ հարմար տեղ գնանք ու որ գալիս ես արդեն պետք է ինչ-որ միտեղ նստես ոչ մի ձև չես կողմնորոշում թե որտեղ նստես որտեղ հարմարվես նամանավանդ երբ որ տեղը շատ չի լինում քիչ է լինում մի ամսից տեղ չի լինի դու այսքան առաջ չես կարող գաս որ նստես արդեն լիքը մարդ կլինի ու էլի երեխեք կկորեն միշտ ամեն օր որ գալիս ես ծով միշտ ամեն օր չի ամեն անգամ որ գալիս ես ծով միշտ ինչ որ մեկ երեխեն կտենաս մի հատ տառապյալ մայր լացակումած չոքեչոք փնտրում է իր երեխուն ընկնում է ոստիկաններից ոստիկան հարցնում է նկարը ցույց տալի ինչ անում երեխուն գտնեն լավ հիմա Ես չգիտեմ իմ ձենը հիմա ոնց է լսվում, լավ է լսվում, թե չէ, որտեղ այսօր միկրոֆոն չունենք, բայց որ երախոզը կողքից աչքս կարող է լավ լսի, բայց աշկս դուրս կգա։ Շատ բան պետք չի ժողովուրդ, երջանիկ լինելու համար շատ բան պետք չի, երկու հատ աթոռ։ Մեկը կարա սենց լավ չբացվի։ Ստեք հանգիստ, ծովի ափի, ծովի խշշոցին ու վայլեք։ Այդ ինձ սիրում տեսարանը։ Հիմա հասկանում եմ, որ նախանձում եք նախանձներ։ Շատ նախանձն եք դուք էլ։ Բայց հիմա էս է։ Ես տեղ եմ, դուք տեղ։ Հասկացաք։
Վերջ, լավ, ես մի քիչ նստենք, հանգստանանք, մի քիչ շունչ քաշենք, ու էլի կապնվենք ձեր հետ։ Ու եթե դուք եկել եք ծով ու ձեռով ոտ սարել, ում մի 15 օր շուտ եք եկել։ Ու միտքներս ծով գալը, քոչ է։ Ոնց որ Ցուրտ էր ժողովուրդ։ Ցուրտ էր, պետք է ընդամենը քայլես։ Այստեղ նստեցի, կմնաս նստած։ 10 րոպե որ նստեինք տենց, երևի էլ չենք կարող վեր կենենք։ Վերջ գնացինք, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ անգամ։